Քանի որ սա առաջին ընթերցումն է, կարծում եմ նախագծի հեղինակները այս մինչև երկրորդ ընթերցում եկեղեցու ներկայացուցիչների հետ ակտիվ կքննարկեն եւ իրենց առաջարկությունները կընդգրկեն նախագծում։ Ուղղակի ես ինչու ցանկություն ունեցա ելույթ ունենալ, որովհետեւ հանրության մեջ Տելեգրամյան որոշ ալիքների, YouTube-յան որոշ ալիքների ակտիվ ջանքերով տպավորություն են ստեղծել, որ նախագիծը այն մասին է եւ իմ հարցն էլ դրա մասին էր, ուղղակի երևի թյուրընկալում եղավ, այն նրա որ պարզաբանվի, որ սա ոչ թե նախագիծ է, որով եկեղեցիները պետությունը խլում է եկեղեցուց եւ վերադարձնում պետական, ասենք, վերահսկողության ներքո, այլ ընդամենը նախագիծ է, որ հանկարծ ու հանկարծ ինչ որ մեր ժողովրդի, մեր պատմությանը, մեր եկեղեցուն պատկանող պատմաճարտարապետական հուշարձան հանդիսացող եկեղեցիները չանցնեն անհասկանալի մարդկանց, կառույցների եւ երկրների։ Ինչ վերաբերվում մեկ էլ մի բան եմ ուզում ասեմ, որ անդադ ասում են բանը պետությունը, իշխանությունը եկեղեցու դեմ է հարձակվել, ես անդադ ասում եմ, ինձ վրա հարվածի սլաքներ են վերցնում, չգիտեմ ինչի, բայց երևի պետքա դա անեմ, բայց նորից եմ ասում, ես դժվար ինձ հավատացնել, որ եկեղեցու դեմ պայքարող իշխանությունը միայն 2025 թվականին 850 միլիոն դրամ կհատկացնի եկեղեցիներ նորոգելու համար, այդ թվում Սուրբ Էջմիածնին այսօր պատկանող եկեղեցիների։ Շնորհակալություն։